Ժորժան, ուրեմն ես ցույց եմ տալու այս պահին, որը TikTok-ում պատտվում է մի տեսանյութ, որ ինչ-որ ժամանակի թվի հատվածում ինչ է առաջարկում, որ այդ մարդկանց 200,000 կամ ավելի ինչ-որ պետական գումար են փոխանցում եւ պրոֆիլում ասում է, որ մուտք գործիր տվյալ պրոֆիլ, այնտեղ կա link, այսինքն URL հասցե, մուտքը գործես քո տվյալները կլարացնես եւ այդ գումարը կստանաս, իհարկե դա ամբողջությամբ խաբեություն է, բայց ուզում եմ ձեզ ցույց տալ, որի մասին է խոսքը, որպեսզի դուք ուշադիր լինեք, որովհետեւ նման տեսանյութերը շատ են։ Հիմա փոխեմ կամերան, նաեւ միացնեմ տեսանյութը, դա 100%-ով խաբեություն է, ուշադիր կլինեք, լավ։ Հիմա 1 րոպե փոխենք կամերան։ Ես TikTok-ով այդքան ուղիղ եթերներ չեմ մտնում, ժորժ սա առաջի, չէ երկրորդ ուղիղ եթերն է։ Հիմա պետք է հասկանալ կամերան ոնց է փոխում սրա։ Կարծեմ սա է, կտա։ Ահա, նայեք, ուրեմն այս տեսանյութի մասին է, ես հիմա նորից կդնեմ սկզբից։ Դեկտեմբերի 24-ից 1935-ից 1998 թվականների ընթացքում ծնված հայ քաղաքացիները սոցիալական ֆոնդից Սա խաբեություն ամբողջությամբ աջակցություն ստանալու համար պետք է մինչև հունվարի 5-ը ներկայացնել վճարման դիմում։ Գումարը կվճարվի բոլոր դիմորդներին, գումարը կվճարվի անկախ կարիքից։ Դիմելու կարգի վերաբերյալ բոլոր տեղեկությունները հասանելի են պրոֆիլում նշված հղմանը։ Շատ լավ, հիմա երբ որ մուտք են գործում իր պրոֆիլ, այստեղ մեզ ասում է, որ մտի անցի հղումով, կամպյուտերով այդ հղումը կարծես, հա, հեսա տեսեք, այս հղումի մասին է խոսքը, որը խաբեության հղում է, եթե մենք անցնում ենք այս հղումով, տեսեք, բացվում է այսպիսի սարքված կայք, որը, տեսեք, սա հայկական չի, ինչ-որ օտար անունով, հա, URL հասցեով անուն են ստեղծել, կեղծ, ամբողջ, ուրեմն կայքը հայերեն է գրված, պարզ երևում է, որ այդքան լավ թարգմանված չի, ինչ-որ այսպես, քաղաքացիներ, օրինակներ, հա, այսպեսի ինչ-որ ցույց է տալի, որ իբր սա ստուգման գրանցվելու կայքն է եւ այստեղ արդեն դրված է, տեսեք, ստացեք վճարումը, արագ ստուգում, եթե մենք օրինակ սխում ենք ստացեք վճարումը, իբր հաստատել ինքնությունը, տեսեք, մեզ տեղափոխում է Telegram-ի էջ եւ ասում է գրեք ձեր տվյալները։ Սա իրանից ինչ է ներկայացնում, երբ որ դուք արդեն գրեք ձեր տվյալները այստեղ բջջային համարը, ձեր ամբողջ պրոֆիլը Telegram-ի դուք փոխանցելու եք այդ կիբեր հանցագործներին եւ նրանք ստանալու են ձեր անձնական պրոֆիլը, այսինքն ամբողջովին ձեր պրոֆիլը դուք կկորցնեք, այն որ մեկ-մեկ ասում եք իմ Facebook-ը կոտրեցին, իմ Telegram-ը կոտրեցին, իմ TikTok-ը կոտրեցին, սրա մասին է, որից հետո հիմա կամերան փոխեմ դեպի իմ կողմ, որից հետո տեսեք ինչ կարա լինի, երբ որ իրենք ունենան ձեր Telegram-ի ալիքը կամ ձեր Telegram-ը ամբողջությամբ, դա ինչ է նշանակում, իրենք կարող են հանցագործություններ իրականացրել, այսինքն ձեր Telegram-ը կարա օգտագործվի իշա այդ հանցագործների, իրանք դա կվերցնեն եւ տարբեր արդեն մարդկանց կսկսեն թիրախավորել, օրինակ այդպես 2 օր առաջ մի թիմ բացահայտվեց մեծ զանգերի կենտրոն, որոնք երբ որ ես տեսանյութը նայում էի, իրանք Telegram-ի միջոցով էին շփվում մարդկանց հետ, ինչպես նաև ովքեր նաև տեղյակ են Hello Bit-ի հետ կապված, որ բոլոր զոհերի հետ, այսինքն ովքեր որ տուժել էին, Telegram ալիքով էին ներողություն, Telegram-ի չաթով էին խոսել, նամակագրությունը այդպես էր եղել։ Հիմա պատկերացրեք, այստեղից ինչ կարա լինի, երբ որ վերցրել է ձեր անձնական պրոֆիլը եւ ինչ է անում, գրում է օրինակ զոհին, կգրի կասիս այս վճարումը արա, հա, իրան պետք է որ
ուրիշի Telegram, ինքը չի օգտագործում Իրանը, այսինքն քողարկում է, ասենք վերցրել է Պողոս Պողոսյանին է եւ արդեն ինչ է անում, գրում է, որ դուք կարող եք մասնակցել այսինչ խաղարկությանը կամ անցեք այսինչ լինկով, հետո դուք կարող եք հայտնվել ոստիկանությունում, օրինակ ոստիկանությունը ձեզ հրավիրի, ասի այսպիսի անցագործություն եք արել, բայց իրականում արդեն ձեր պրոֆիլը կոտրել են, վերցրել են դրա համար, Ժորժ ջան, այս տեսանյութի ես ուղիղ եթերի իմաստը կայանում է նրանում, որպեսզի դուք զգոն լինեք, չանցնեք այդ հղումով, ուշադիր լինեք, որովհետև եթե ովքեր էլ որ արդեն անցել են, ձեր Telegram-ը բան արեք, վերականգնել տվեք կամ դիմեք ոստիկանություն, ասեք, որ ձեր Telegram-ի ուրեմն պրոֆիլը դուք կորցրել եք, որովհետև հետագայում վաղը կամ մյուս օրը տարբեր մարդիկ կխաբվեն, բայց պրոֆիլի որպես օգտվող հեղինակը դուք եք լինելու, որտեղ ինքը տեսնելու է ձեր բջջային համարը, տեսնելու է, եթե լուսանկար ունեք, ձեր լուսանկարը։ Այսօր այսքանը։